Երկրի վրա քայլող քաջարիությունները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ Մատտինա Մարինե Մանուկյան։ Դավիթ Բագրատի Սարգսյան։ Ապրիլյան պատերազմի անմահ մասնակից։ Ծնվել է 1956 թվականի հուլիսի 13-ին Սյունիքի մարզի Բալակ գյուղում։ 3 քույր, 2 եղբայր էին։ Եղել է համեստ, խելոք երեխա, իսկ պատանի տարիքում ժիր, աշխույժ։ Սովորել է գյուղի տարրական օղակ ունեցող դպրոցում, ապա շարունակել է Շաղատ գյուղի միջնակարգ դպրոցում։ Սովորել է լավ, զբաղվել է սիրողական սպորտով, դահուկավազքով և ձիավշավով, բայց մի անգամ դահուկավազքի ժամանակ է գլորվել ձորը, մի ուրիշ անգամ էլ ձիավարելու ժամանակ է ընկել ձիուց, բայց անհաջողությունները նրան չեն ստիպել ընկրկել, նահանջել և սպորտից խուսափել։ Նա իր ամուր կամքով շարունակել է զբաղվել իր սիրած սպորտաձևերով։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի Պրոֆտեխ ուսումնարանում։ Եղել է գերազանցիկ, ավարտելով այն 1974 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Չեխոսլովակիայում, զորացրվելով վերադարձել է տուն և օգնել ընտանիքին, զբաղվել գյուղատնտեսական գործերով։ Ամուսնացել է 1977 թվականին համադասարանցու Հասմիկի հետ և իրենց համատեղ կյանքում ունեցել են 1 տղա, 2 աղջիկ։ 1993 թվականին երկրապահ կամավորների հետ Արցախյան առաջին պատերազմի հենց առաջին օրից մինչև վերջին օրերը մասնակցել է պատերազմին։ Եղել է Քելբաջարում, Մարտակերտում և այլ դիրքերում։ Նրա ընկերը Գրիշա Գևորգյանը զոհվել է ականանետի հարվածից հենց նրա աչքի առաջ, իսկ ինքը կոնտուզիա է ստացել ու վերջին օրերին ստիպված է եղել իջնել դիրքերից։ 2009 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Երկրապահների միության կողմից պարգևատրվել է երկրապահ հուշամեդալով։ 1988 թվականից 1994 թվականներին Արցախյան առաջին պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել է ազատագրում մեդալով։ 2016 թվականի հուլիսի 7-ին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից հուշամեդալով։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ընտանիքին չասելով իրական նպատակը, միայն ասելով, որ գնում է երկրապահ կամավորների հերթական ժողովին, գնացել, կամավորագրվել և ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ։ Գնացել է ժամկետային զին ծառայող թոռան Արտակ Եղյանի կողքին լինելու։ Ամսի 3-ին Սիսիանի նույնանուն 80 հոկանոց ջոկատով, որի ղեկավարը Մայիս Միրզոյանն էր, բաժանվել է խմբերի և 9 հոկանոց ջոկատներով տարբեր մեքենաներով շարժվել են առաջնագիծ։ Նույն գիշեր լույս 4-ի առավոտ Մարտակերտում ադրբեջանական կողմի լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում Մարտակերտի ճանապարհին անօդաչու թռչող սարքով ռմբակոծվել է նրանց մեքենան և բոլորն էլ զոհվել են։ Փառք ու խոնարհում նրանց։ 2016 թվականի մայիսի 13-ին հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Մինչև 2023 թվականի Արցախի բռնազավթումը Շաղատ գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչված էր անմահ հերոս Դավիթ Սարգսյանի անունով, ապա վայքում կա թանգարանային սենյակ նվիրված սիսական ամբողջ ջոկատի հիշատակին։ Նույնանման թանգարան կա նաև
Սիսիանում նաև կառուցված է հուշակոթող նվիրված ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակին։ Փառք սիսիանցի կամավորականի և բոլոր անմահ հերոսների հիշատակին։